Բարև ձեզ, եկեք շարունակենք, այսօր կուսումնասիրենք աղյուսակներ, աղյուսակային տվյալներ, ինչի համար են օգտագործվում վեբ կայքերում աղյուսակները։ Աղյուսակները օգտագործվում են, որպեսզի ավելի մատչելի եւ հեշտ ձևով ներկայացնենք մեր ունեցած ինչ-որ տվյալներ, Դե օրինակ այդ տվյալները կարող են լինել ինչ-որ ինֆորմացիա, թե օրինակ պարզագույն օրինակ ունենք դասընթացներ, որոնք կարող են վաճառվել, աղյուսակի միջոցով կարող ենք հեշտ ներկայացնել տվյալ դասընթացը, երբ է վաճառվել կամ քանի հատ է վաճառվել եւ ինչ գնով, եւ այդպիսի լիքը օրինակներ կարող են լինել, երբ պետք է օգտագործել աղյուսակներ, իսկ երբ ոչ, աղյուսակները հիմնականում օգտագործվում են, որպեսզի ներկայացնենք ինֆորմացիան, բայց աղյուսակները հիշենք, որ չեն օգտագործվում, որպեսզի կառուցենք կայքի ստրուկտուրան, միայն եւ միայն որպեսզի օգտագործենք աղյուսակները ինֆորմացիա ցույց տալու համար։ Ինչպես է կատարվում աղյուսակների ստեղծումը, դե աղյուսակ ստեղծելու համար նախ պետք է ստեղծենք table tag-ը, որը բացվող փակվող tag է, իսկ նրա մեջ արդեն շարունակությունը, իսկ նրա մեջ լինելու են տողեր եւ սյուներ։ Դե աղյուսակը ինձ թվում է բոլորդ էլ գիտեք, որ բաղկացած է տողերից եւ սյուներից։ Եկեք ստեղծենք պարզագույն օրինակ։ Մեր բազային HTML-ի կառուցվածքը, նրա մեջ ստեղծենք table tag-ը։ Բացվող փակվող tag։ Եվ ինչպես կարող ենք նրա մեջ ստեղծել տող, պետք է ընդհանրապես գրենք բացվող փակվող tag table row, այսպես։ Սա նշանակում է table row, աղյուսակի տող։ Իսկ նրա մեջ արդեն պետք է լինի td table data, նույնպես բացվող փակվող tag է, սա արդեն կծառայի մեզ որպես սյուն։ Cell 1, cell 2, cell 3։ Սրանք արդեն մեր առանձին բջիջներն են աղյուսակի դառնում։ Եթե աշխատացնենք, կտեսնենք այսպիսի արդյունք, ստեղծել ենք աղյուսակ, նրա մեջ կա 1 տող, տողը եւ 3 սյուն, 1, 2, 3, ինչպես տեսնում ենք։ Մենք կարող ենք border ատրիբուտի միջոցով ավելացնել ուրեմն գծեր մեր աղյուսակին, որպեսզի հստակ երևան ամեն մի տողի եւ սյունակի գծերը, որպեսզի տարանջատվեն։ Եթե մենք գրենք border ատրիբուտը եւ նրան տանք 1 արժեք, սա կլինի 1 պիքսել մեր border-ի հաստությունը կլինի։ Այսպես։ Մենք ունեցանք 1 տողանոց աղյուսակ, որը ունի 3 սյուն։ Օրինակ կարող ենք կատարել, որպեսզի ունենա մեր աղյուսակը, ինչպես հետևել օրինակում 2 տող, մենք ընդհանրապես պետք է ավելացնենք եւս 1 table row, չենք մոռանում, տողը ավելացնում ենք tr-ով table row, եւ նրա մեջ նույնպես կարող ենք ունենալ մեր սյուները։ Օրինակ 4, 5, 6։ Եթե աշխատացնենք, մեր աղյուսակը կունենա ուրեմն 2 տող, 1, 2 եւ ամեն տող կունենա 3 սյուն։ Շատ պարզ է։ Մեր աղյուսակը ուրեմն կարող է ունենալ նաեւ table heading, header, այսինքն աղյուսակի վերևի հատված, գլխամաս, որտեղ կգրենք, թե տվյալ սյունը ինչ տիպի ինֆորմացիա կարող է պարունակել, ավելի շատ վերնագիր կլինի տվյալ սյան համար։ Դա ուղղակի ստեղծելու ենք table header-ով, ստեղծենք ուրեմն table row եւ նրա մեջ table header th։ Դե քանի որ մեր աղյուսակում ունի 3 սյուն, կլինի 3 table
heading։ Եթե աշխատացնենք, կստանանք այսպիսի պատկեր։ Եթե նկատում եք TH-ի մեջ գրված ուրեմն վերնագրերը արտացոլվում են ավելի հաստ, քանի որ դրանք որպես վերնագիր են ընթերցվելու մեր կողմից եւ յուրաքանչյուր ընթերցողի կողմից։ Ահա այսպես հեշտ կարող ենք ստեղծել ուրեմն աղյուսակներ։ Կարող է նաև մեր աղյուսակը ունենալ ուրեմն caption վերնագիր, դա գրվում է ուրեմն մեր table tag-ի մեջ, caption tag-ի միջոցով, որը բացվող փակվող tag է, եւ նրա արանքում կլինի մեր ընդհանուր աղյուսակի ինչ-որ վերնագիր, title գրենք։ Ահա, եւ սա ուրեմն ավելի կոնկրետ կապված է կոնկրետ մեր այս աղյուսակի հետ, համարվում է մեր աղյուսակի վերնագիրը։ Վերջ, այսպիսի հեշտ օրինակ, այսպիսի հեշտ ձևով կարող ենք ստեղծել մեր աղյուսակները։ Եկեք կատարենք մեկ այլ օրինակ, ունենանք table, որն ունենա եզրագծեր, նրա մեջ սարքենք տող, առաջին տողը table heading-ի համար, th, անվանում, երկրորդը օրինակ քանակ, սրանք կլինեն մեր դասընթացի անվանումները, քանակը թե քանի հատ է վաճառվել, եւ երրորդը th ուրեմն ընդհանուր գումար թե ինչքանով է վաճառվել։ Սարքենք tr, այսինքն table row, td data, table data, օրինակ առաջինը կլինի մեզ մոտ անվանումը HTML, քանակը օրինակ վաճառվել է 5 հատ եւ ընդհանուր գումար վաճառվել է, չգիտեմ, օրինակ 150,000։ Եվս մեկ դաս ստեղծենք, այսպես ասած, CSS վաճառվել է օրինակ 7 հատ, օրինակ 200,000 եւ երրորդ տողը ստեղծենք, օրինակ JavaScript վաճառվել է օրինակ 10 հատ, չգիտեմ, օրինակ 350,000 դրամ։ Եկեք աշխատացնենք, կստանանք այսպիսի պատկեր։ Հիշեցնեմ, որ կարող է նաև մեր ինչ-որ էլեմենտ ոչ միայն տեքստ լինել, այլ նաև հղում, նկար, յուրաքանչյուր տիպի ինֆորմացիա։ Եթե օրինակ հղում ուզենայինք տեղադրել, կստեղծեինք հղման համար նախատեսված թեգը, a թեգը, նրա մեջ կդնենք մեր օրինակ JavaScript տեքստը եւ հղումը, ինչ-որ Google.com Եվ եթե նայենք, արդեն մեր JavaScript-ը որպես հղում կպատկերվի, նրա վրա կարող ենք սեղմել եւ գնալ մեր նշված հասցեով։ Ահա այսքանը, չմոռանաք վերջում ներբեռնել տնային աշխատանքը եւ կատարել։